Քայլելու ժամանակ առաջացող ցավ, որը ստիպում է ակամայից կանգնել, թմրածություն, գլխացավ, գլխապտույտ, աղեստամոքսային համակարգի ընդմիջվող կահություն, սրանք այն ախտանշաններն են, որոնք կարող են զարկերակային համակարգի ախտահարումների ահազանգ լինել։ Այս համակարգի ախտահարումները ավելի բարդ են, և այն օրգանում, հյուսվածքում կամ վերջույթում, որտեղ խանգարվում է արյան շրջանառությունը, ի հայտ են գալիս իշեմիկ խնդիրներ, հաճախ ախտահարվում են նաև խոշոր անոթները, սկսած աորտայից։ Ինչպես խուսափել զարկերակային համակարգի ախտահարումներից և ինչ անդառնալի հետևանքներով են հղի զարկերակային համակարգի բարդացած վիճակները, բժշկի մոտ ներկայացրել է Իզմիլյան բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի սիրտանոթային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը։ Շնորհակալություն հրավերքի համար։ Որոշ սեզոնայնություն իհարկե ունեն անոթային համակարգի ախտահարումները, մասնավորապես համար ավելի շատ բնորոշ են երակային համակարգի հիվանդությունների սրացումը, վարիկոզը, այտուսների առկայությունը։ Հիմա նրանք որոշակի ռեմիսիայի վիճակում են գտնում, սակայն գլուխ է բարձրացնում, ես կասեի, ավելի մի բարդ իրավիճակ, խոսքը գնում է զարկերակային համակարգի հիվանդությունների մասին։ Ընդորում ինչն է հետաքրքիր, ամենաառաջին հանգամանքը, որ ես ուզում եմ նշել, մեր հասարակությանը տեղյակ պահելու առումով, որ զարկերակային համակարգի հիվանդությունները հիմնական նրանց պատճառը դա աթերոսկլերոզն է կամ այսպես կոչված աորտոարտերիտը, եւ ինչն է հետաքրքիր, որ երկուսն էլ ունեն այսպես կոչված համակարգային բնույթ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե հիվանդը մեզ դիմել է ինչ-որ մի ավազանում խնդիրների հետ կապված, ամենատարածվածը դա ստորին վերջույթների զարկերակային համակարգի ախտահարումներն են, դա չի նշանակում, որ այլ համակարգերում մենք չունենք խնդիրներ։ Հետևաբար այդ բուժառուները, հետագայում հիվանդները անպայման պետք է իրականացնեն ամբողջ զարկերակային համակարգի ախտորոշման հետ կապված գործընթացներ։ Բժիշկ, դուք նշեցիք, որ հատկապես այս սեզոնում ըստ էության գլուխ է բարձրացնում զարկերակային համակարգի պաթոլոգիաները, կխնդրեմ մի փոքր մանրամասնել։ Ամենատարածվածը դա ստորին վերջույթների զարկերակային համակարգի ախտահարումներն են։ Այստեղ որպես հիմնական ախտանիշ ես կուզեի նշել, որ մեր հանդիսատեսը ավելի ուշադիր լինի դրա նկատմամբ, դա այսպես կոչված ընդմիջվող կաղությունն է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մարդը անցնում է մի որոշակի տարածություն, որից հետո նա ստիպված է կանգնել, որը կապված է ձկնամկանի շրջանում կամ ազդրի հետին մկանախմբի կամ որոշ դեպքերում նույնիսկ հետույքի շրջանի մկանների շրջանում ցավերի հետ կապված եւ շատ կարճ ժամանակ հետո, մի քանի վայրկյան հետո նա կարող է որոշակի այլ տարածություն ունակ լինի անցնելու եւ հենց այդ տարածությունը սկզբնական կոչվում է ընդմիջվող կաղություն։ Կապված սրա հետ մենք ունենք հիվանդության զարգացման մի շարք փուլեր, խորհուրդ կտամ հիշել մի սահմանային թիվ, դա 200 մետրն է, որից վեր ցուցված է այսպես կոչված տեորիկայի բուժում, որից ներքև կարող են ի հայտ գալ իրավիճակներ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն։ Էլ չեմ խոսում այսպես կոչված կրիտիկական իշեմիայի մասին, որը բնորոշ է 3-րդ եւ 4-րդ խմբերին, փուլերին, այս դեպքում մենք ունենք կամ հանգստի ցավեր, ստորին վերջույթներում, դա 3-րդ փուլի շրջանում է, կամ որոշակի վերքային մակերևույթներ, տրոֆիկ փոփոխություններ, ոտնաթաթի շրջանում մատների եւ ընդհուպ միջև փթախտի զարգացում, այս դեպքում արդեն համապատասխան բժշկին, այսինքն անոթային վիրաբույժին դիմելու անհրաժեշտությունը դառնում է ուղղակի հրամայական։ Սա ստորին վերջույթների հետ կապված հարցեր։ Երկրորդ տեղը հիվանդացության առումով գրավում են քնային զարկերակների ախտահարումները։ Պետք է նշել, որ
շատ հիվանդների մոտ կան այն ախտանիշները, որոնց մասին ես կասեմ, եւ հնարավոր են նաեւ այնպիսի իրավիճակներ, որ այդ գանգատները բնորոշ են զարկերակային համակարգի, տվյալ դեպքում քնային զարկերակների ախտահարումների։ Մասնավորապես գլխացավի, դա արդեն քնային զարկերակն անմիջականորեն ներքին քնային զարկերակը կամ գլխապտույտների դա ողնաշարային զարկերակի ուրեմն ախտահարումների ժամանակ է։ Այսինքն այս դեպքերում նույնպես պետք է ախտանիշների զարգացման ամենավաղ փուլերում դիմել համապատասխան մասնագետ։ Բժիշկներություն եմ խնդրում, իսկ գլխացավը, գլխապտույտը, որոնց մասին խոսեցիք, դրանք պարբերական բնույթ պետք է կրեն, որպեսզի որպես ահազանգ հնչեն։ Խնդիրը նրանումն է, որ նման ախտանիշներ կարող են լինել նաև այլ հիվանդությունների դրսևորումների ժամանակ։ Իմ ասածը կայանում է նրանում, որ այդ կոմպլեքսում լավ կլինի, որ ախտորոշման գործընթացին միանա նաև անոթային վիրաբույժը։ Մյուս ախտանիշների խումբը, որը բնորոշ է հնարավոր անոթային ախտահարումներին, դա որովայնային ցավերի առկայությունն է, ընդ որում սնունդը ընդունելուց որոշակի ժամանակահատվածներ հետո։ Սա կոչվում են աղեստամոքսային տրակտի ընդմիջվող կաղություն, որովհետև երբ որ գանգատները որովայնում առաջանում են մոտարապես 2-3 ժամ անց, այստեղ կարելի է մտածել աղեստամոքսային տրակտի վերին հատվածում եղած որոշակի փոփոխությունների մասին, ավելի ուշ ժամանակահատվածներում, ասենք 3-ից 5 ժամից հետո միջին հատվածում եղած պրոցեսները եւ վերջապես 7-6-7 ժամ անց ի հայտ եկող գանգատների պարագայում մենք արդեն պետք է մտածենք այլ ուրեմն անոթի ախտահարման մասին։ Մասնավորապես առաջի դեպքում, երբ որ մի 3 ժամ անց ի հայտ են գալիս խնդիրներ, դա այսպես կոչված ընդերային ցողունի հետ կապված խնդիրներն են։ Ավելի ուշ մենք կարող ենք հնարավոր գանգատները կապել վերին միջընդերային զարկերակի հետ, իսկ 7-8 ժամ անց ի հայտ եկող գանգատների դեպքում որովայնում ցավի արդեն այլ եզարկերակի մասին կան որոշակի կասկածներ ծագելու հնարավոր իրավիճակներ, դա ստորին միջընդերային զարկերակի հետ կապված խնդիրներն են։ Ընդ որում ես չեմ ուզում ասել, որ ցանկացած ուրեմն աղեստամոքսային տրակտի խնդիրների ժամանակ, այսպես կոչված գաստրոենտերոկոլիտների ժամանակ դրա տակ թաքնված է որոշակի անոթային խնդրեմ, բայց այն, որ դա հնարավոր է, կասկած չի հարուցում։ Այստեղ կուզեի առանձնահատուկ նշել նաև մեկ այլ զարկերակային խմբի, տվյալ դեպքում որովայնային աորտայի զույգ զարկերակների մասին խնդիրը, դա երիկամային զարկերակների հարցն է։ Ինչն եմ ուզում մատնանշել տվյալ դեպքում։ Այս զարկերակների նեղացման ժամանակ ի հայտ է գալիս այսպես կոչված վազոռենալ կամ ռենովասկուլյար զարկերակային գերճնշում։ Այսինքն ճնշման, զարկերակային ճնշումների հետ կապված հիվանդությունների շարքում պետք է որոշակի ուշադրություն դարձվի նաև այս հանգամանքի վրա։ Ընդ որում ես կուզեի նշել այն խմբի մոտ, որտեղ դիաստոլիկ զարկերակային ճնշումը բարձր է, 120-130 մմ սնդիկիսյան եւ ավելի բարձր, այստեղ մտածում ես երկու հիմնական պրոցեսի մասին, դա այսպես կոչված երիկամային ախտահարումների, երիկամի ախտահարումների հետ կապված ճնշումներն են կամ ռենովասկուլյար կամ վազոռենալ ճնշումը, որովհետև ժամանակահատվածը երբ է դիմում բուժառում կամ հիվանդը համապատասխան մասնագետին, կախված է որոշ դեպքերում երիկամի բախտը, այսպես կոչված, հետագայում հնարավոր են նաև կյանքին սպառնացող վտանգներ։ Ինչի նկատի ունեմ։ Եթե երկար ժամանակ այսպես կոչված վազոռենալ հիպերտենզիան կամ գերճնշումը չի ախտորոշվում, սա ժամանակի ընթացքում բերում է կնճռոտված երիկամի իրավիճակի զարգացման, որը իր հերթին արդեն պահանջում է ոչ թե ինչ-որ վերականգնողական վիրահատություն
զարկերակների վրա, տվյալ դեպքում երիկամային զարկերակների վրա, այլ ուղղակի ցուցում է հանդիսանում այդ երիկամի հեռացման համար։ Իսկ այս վերջին պաթոլոգիան բժիշկ հաճախ է հանդիպում։ Տարածվածությունը այնքան էլ շատ չէ, բայց գիտեք ոնց է, այստեղ մի որոշակի բացասական դեր է խաղում այն հանգամանքը, որ վերցնենք, եթե հիվանդը ինչ-որ քաղաքից դուրս բնակավայրից է, տեսեք ինչպեսի գործընթաց է տեղ ունենում, մարդը ունի զարկերակային գերճնշում, նա գնում է իր տեղամասում բժշկի։ Բժիշկը նշանակում է որոշակի հիպոտենզիվ պրեպարատներ, որի արդյունքում ինչ-որ մի ժամանակ հնարավոր է պրոբլեմի հանգուցալուծում, բայց ինչ-որ մի ժամանակ։ Հետագայում ճնշումը նորից գլուխ է բարձրացնում, գերճնշումը, եւ արդեն հիվանդը ստիպված է լինում դիմել մոտակա քաղաքում կամ մայրաքաղաքում որոշակի ուրեմն բուժական հաստատություններ։ Այս դեպքում էլ պետք է ուշադրություն դարձնել հենց այն հանգամանքի վրա, ինչի մասին ես ձեզ ասեցի, դա դիաստոլիկ ճնշման բարձր թվերն են։ Այնց այստեղ այսպես կոչված տարբերակիչ ախտորոշումը մեծ դեր է կատարում։ Մի քանի մասնագետների մասնակցությունը այդ գործընթացին կտա ցանկալի արդյունքը, եւ ես նշեցի նաեւ այն հանգամանքը, որ ժամանակը այստեղ կարևոր նշանակություն ունի, որովհետեւ եթե մենք դա կարողանում ենք իրականացնել որոշակի վերակառուցողական վիրահատություններ երիկամային զարկերակների վրա, վաղ շրջանում դա կփրկի երիկամը, ավելի ուշ շրջանում այլևս անհնարին ստիպված ենք լինում երիկամը հեռացնել, ստիպված ենք ոչ թե մենք հեռացնել, այլ երիկամը հեռացում է, որովհետև իհայտ է գալիս այսպես կոչված կնճռատված երիկամ ախտանշախումբը, պաթոլոգիա։ Բժիշկ, իսկ այն պաթոլոգիաները զարկերակային համակարգի, որոնց մասին խոսեցիք, ինչ է ցույց տալիս ձեր պրակտիկան, դրանք երիտասարդանում են, թե եթե այո, ապա ինչով է պայմանավորված։ Գիտեք ինչու՞մն է հարցը։ Ես ձեզ ասացի, որ հիմնական ախտորոշիչ, հիմնական էտիոլոգիական մոմենտը ներողություն աթերոսկլերոզն է։ Որոշակի տենդենս նկատում է նրա երիտասարդացում։ Առաջ մենք դա տեսնում ենք բավականին ուշ տարիքում, հիմա հնարավոր է, որ դա հանդիպի նաև ավելի երիտասարդ հասակում։ Օրինակ ձեր ամենաերիտասարդ պացիենտը։ Ամենաերիտասարդ պացիենտը 28 տարեկան է եղել։ Բժիշկ առհասարակ երակային, զարկերակային պաթոլոգիաների հետ կապված կա տարածված տեսակետ, որ առավել շատ նմանատիպ պաթոլոգիաներով տառապում են կանայք, քան տղամարդիկ։ Իսկ ինչ է խոսում ձեր մասնագիտական պրակտիկան։ Գիտեք ինչ է, եթե կանանց բախտը չի բերել երակային համակարգի ախտահարումների ժամանակ, ապա տղամարդկանց բախտը չի բերել զարկերակային համակարգի հիվանդությունների ժամանակ։ Ասենք, այսպիսի մի պաթոլոգիա կա, որը կոչվում է որովայնային աորտայի անևրիզմա, երբ որ լայնանում է անևրիզման, նրա տրամագիծը գերազանցում է 3 սանտիմետր, սա տղամարդկանց մոտ է ավելի հաճախ լինում, ընդ որում փոխհարաբերությունը իգական սեռի հետ 1:8-ին է։ Այսինքն մեկ կին հիվանդին բաժին է ընկնում 8 տղամարդ հիվանդ։ Երակային խնդիրների հետ կապված իհարկե ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, որովհետև այնտեղ կա մի իրավիճակ ամենակարևոր, դա հղիությունն է, ծննդաբերությունն է, որը նպաստող մոմենտ է, որպեսզի ստորին վերջույթներում առաջանան երիկամային ներողություն, երակային համակարգի խնդիրներ։ Բժիշկ, իսկ զարկերակային համակարգի պաթոլոգիաները ունեն ժառանգական նախադրամադրվածություն։ Եթե խոսքը վերաբերում է, ես նշեցի աորտոարտերիտին, որը երկրորդ տեղն է գրավում էտիոլոգիական գործընթացներում, այստեղ որոշակի ժառանգական նախադրամադրվածություն հնարավոր է։ Իսկ ինչ է խոսում ձեր պրակտիկան, հա, կանայք ավելի հաճախ են դիմում բժշկի, հաշվի առնելով, որ կանայք մայրեր են ու շատերը մայրեր են, հա, եւ ստիպված ուզեն թե չուզեն պետք է դիմեն բժշկի, իսկ տղամարդկանց շրջանում շատ օրինակ մասնագետներ, բժիշկ մասնագետներ, ձեր գործընկերներ նշում են, որ տղամարդիկ արդեն իսկ այսպես ասած դանակը ոսկորին հասած ժամանակ են դիմում բժշկի։ Ինչ է խոսում անոթային վիրաբուժությունը այս մասով։ Արդյոք այդ մշակույթը մենք ձևավորել ենք։ Ես կասեի, որ ոչ թե դանակը ոսկորին, հիմա պետք է դանակը
ոսկորից էլ անցնի նոր դիմեն տղամարդիկ։ Գուցե կանայք մի քիչ ավելի շատ են հետաքրքրված իրենց առողջությամբ, քան թե տղամարդիկ, եւ այստեղ մի հանգամանք էլ ես կուզեի միանշանակ մատնանշել, դա մանավանդ զարկերակային համակարգի հիվանդություններով տառապող անձանց մոտ ծխելու ուրեմն այդ վատ սովորության հարցն է։ Շատ հիվանդությունների համար զարկերակային համակարգի նա հանդիսանում է ռիսկի ֆակտոր, ռիսկի գործոն։ Կոնկրետ ես աշխատում եմ ցանկացած դեպքում, երբ որ գործ ունեմ զարկերակային համակարգի հիվանդությամբ տառապող հիվանդի հետ, մատնանշել անկախ այն բանից, ինչպիսի բուժման մեթոդ կընտրվի, ծխելը պետք է իսպառ վերացնել։ Միանշանակ։ Հակառակ դեպքում շատ անգամ ես ասում եմ, այդ դեպքում, եթե դուք չեք հետևում այդ պոստուլատին, իմ կարծիքով կարելի է այդպես անվանել, կարիք չկա նորից վերադառնալ իմ մոտ։ Որովհետև ապացուցված բան է, որ մեկ սիգարետը չեզոքացնում է այդ օրը ստացված բուժումը։ Ընդամենը մեկ սիգարետը, դա, այսպես ասած, իմ պնդումը չի, դա համաշխարհային առողջապահության կազմակերպության հետազոտությունների արդյունքում դուրս բերված համոզմունք է, որը ես աշխատում եմ փոխանցել իմ հիվանդներին։ Եվ վերջում հաշվի առնելով, որ խոսեցինք նաև տղամարդկանց մասին, որ տղամարդկանց մոտ եւս այդ խնդիրները ակտուալ են, սակայն նրանք շատ հաճախ, շատ ուշ են դիմում բժշկի, ուզում եմ ձեր հորդորը մեր հայ տղամարդկանց, ինչու պետք է արագ դիմել բժշկի, որպեսզի հետագայում դժվար բարդություններից խուսափելու համար։ Առաջին հերթին ինչքան շուտ դիմի հիվանդը, այնքան հնարավորությունները եւ դեղորայքային եւ հետագա վիրահատական կունեն ավելի լավ արդյունքներ։ Կարևորագույն հանգամանքը զարկերակային համակարգի ախտարումների ժամանակ հիվանդների մոտ դա ծխելու հետ կապված հարցն է։ Ընդ որում ոչ միայն պետք է ինքը չծխի, այլ իր շրջապատում նույնպես պետք է չծխի։ Այսինքն пассив ծխել հասկացությունը, գիտեք, մի քիչ հարաբերական է, ես չեմ ուզում ասել ինչ այսպես կոչված մտքերից ելնելով եմ ես ասում, ես տեսել եմ մարդկանց, որոնց մոտ մեկը չծխող է, մյուսը ծխող է, թոքերում գրեթե ոչ մի էական տարբերություն չկար փոփոխությունների առումով։ Հետևաբար, նորից եմ ասում, հիշեք որոշակի պոստուլատներ, ի նկատի ունեմ օրինակ 200 մետր, եթե մարդը չի կարողանում անցնել, այդ է գալիս ընդմիջվող կաղությունը, անմիջապես դիմեք բժշկին։ Ունեք գլխապտույտ, ունեք գլխացավ, անմիջապես դիմեք նաև անոթային վիրաբույժին։ Կան որովայնում որոշակի ցավեր, մարսողության հետ կապված խնդիրներ, նույնպես դիմեք անոթային վիրաբույժի։ Սա է խնդիրը։ Հետագայում դիֆերենցման գործընթացի ժամանակ արդեն կորոշվի այն հիմնական ախտաբանական գործընթացը, որով պետք է զբաղվի այս կամ այն մասնագետը։ Ունեք գերճնշում, անպայման դիմեք, մանավանդ եթե բարձր է դիաստոլիկ ճնշումը։ Եվ վերջում ունենք հարց մեր հետևորդների կողմից, հարցը հետևյալներ, արդյոք շաքարային դիաբետը կարող է նպաստել անոթային խնդիրների զարգացմանը։ Ուրեմն խնդիրը կայանում է նրանով, որ եթե մենք հիվանդի մոտ ունենք աթերոսկլերոզ կամ աորտոարտերիտ եւ դրան զուգընթաց կա շաքարային դիաբետ, սա երկու հիմնական ախտաբանական գործընթացներն են, որոնք կարող են բերել վերջույթի կորստին մասնավորապես։ Ցանկացած դեպքում, երբ որ կա առանձին հիվանդություն աթերոսկլերոզի կամ աորտոարտերիտի հետ կապված, դա մի բան է, երբ որ դրան միանում է շաքարային դիաբետը, դա արդեն լրիվ այլ բան է, ընդ որում ավելի բարդ իրավիճակի զարգացումով։ Շնորհակալ եմ բժիշկ։ Շնորհակալ եմ ձեր խիտ գրաֆիկից մեզ ժամանակ տրամադրելու եւ այսչափ կարեւոր թեմայի շուրջ մասնագիտական զրույցի համար։ Առողջություն բոլորին։